Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ եմ ես Սվետլանա Սողոմոնյանը եւ ուրախ եմ ձեզ ողջունել իմ YouTube-յան էջում։ Այսօր կունենանք զրույց մի պատանու հետ, ով չնայած իր վառ հասակի շատ մեծ բարձունքների է հասել։ Ողջույն Հրաչ ջան։ Ողջույն։ Ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Մի քիչ կպատմեք ձեր մասին։ Այո։ Ես Հրաչ Նազարյանն եմ, ծնվել եմ 2013 թվականին Նորաշեն գյուղում։ Հաճախել եմ 6 տարեկանում ըմբշամարտի, ազատ ոճի ըմբշամարտի եւ նվաճել եմ շատ բարձունքներ։ Ո՞նց եք որոշել սպորտով զբաղվել։ Երբ եք դա հասկացել։ Ես 5-6 տարեկանում իմ հայրը նկատեց, որ ինձ մոտ կա այդ էներգիան, ուժը եւ հասկացավ, որ պետք է ինձ տանել սպորտի։ Եվ ես ընտրեցի այդ սպորտը, որը ինձ շատ դուր էր եկել շատ վաղուց։ Իսկ ինչու է ձեզ հենց այդ տեսակի սպորտը գրավել։ Որովհետև ես նայում էի, թե ինչպես են հաղթում Արման Անդրեասյանը, Վազգեն Թևանյանը, Արթուր Ալեքսանյանը, եւ ես էլ էի ուզում իրենց պես լինել, բայց քանի որ իմ տարիքը չէր բավարարում, ես որոշեցի մի քանի տարի սպասել եւ հետո կհաճախեմ եւ կունենամ մեծ բարձունքներ։ Իսկ ինչ մրցույթների եք մասնակցել։ Ես մասնակցել եմ շատ մրցույթներ, որոշը չեմ հաղթել, որոշը հաղթել եմ։ Իմ առաջին մրցումը եղավ, ես 2 ամիս էի դեռ հաճախում, առաջին մրցումը եղավ Այգեստան գյուղում, որը քիչ հեռու է մեր գյուղից, եւ ես այդ մրցմանը չկարողացա նվաճել, քանի որ դեռ պատրաստ չէի եւ շատ քիչ ժամանակ էի հաճախում ըմբշամարտի եւ մասնակցել եմ շատ մրցումների, գրավել եմ էլ առաջ տեղեր, երրորդ տեղեր, երկրորդ տեղեր։ Ինչ արձագանք ունեցար քո ծնողներից, քո տատիկներից, պապիկներից եւ այլ բարեկամներից։ Իմ բարեկամները, ծնողները, տատիկները, պապիկները շատ խանդավառությամբ ընդունեցին իմ հաղթանակները եւ նրանք ինձ այսպիսով ասած ուժ են տալիս նրանց խոսքերով, որպեսզի ես ավելի լավ եւ բարձր տեղերում նվաճեմ իմ հաղթանակները։ Հրաչ ջան, ինչ է քեզ ուժ տալիս, որպեսզի դու քայլես առաջ ու չհուսահատվես։ Ինձ ուժ է տալիս Աստծո ոգին, Աստված։ Ես ամեն օր աղոթում եմ, որ նա ինձ օգնի, ես հասնեմ բարձունքների եւ սպորտ դպրոցի պատի վրա գրված է. եթե քեզ հետ աշխատեն 100 մարզիչ, ապա նրանք անզոր կգտնվեն, եթե դու ինքդ չձգտես եւ չպահանջես քեզանից։ Ինչ խորհուրդներ կտաս սկսնակ սպորտսմեններին։ Սկսնակ սպորտսմեններին ես խորհուրդ կտամ, որպեսզի նրանք երբեք չհուսահատվեն եւ առաջ գնան, քանի որ հաղթանակները հեշտ չեն տրվում սպորտսմեններին եւ վնասվածքներ ստանալուց երբեք չտխրել, որովհետեւ սպորտսմենը առանց վնասվածքի սպորտսմեն չի դառնում։ Ստեղել արդեն իմ մեդալներն են, բոլոր հաղթանակներն են այստեղ պատվոգրերը, օրինակ ես որ խոսում էի շատ մրցանակների մասին, սա ես նվաճել եմ այս տարի 2025 թվականին Գուրգեն Թորոսյանի անվան մրցաշարում, որտեղ ես նվաճել եմ առաջի տեղը եւ այսպիսի գավաթ, որը պատկերված է ըմբշամարտի կոշիկի տեսքով։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր մարզիչներին ինձ այս ամենին հասցնելու համար։